Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքում հարցազրույցը եւ այսօրվա իմ հյուրն է Գեորգի Թումասյանը, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ, մասնագետ, Հայաստանում լավ հայտնի հասարակական գործիչ։ Շատ ուրախ եմ, որ այս առաջին հարցազրույցը Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքում տեղի է ունենում եւ որ պարոն Թումասյանը իր ժամանակից հատկացրել է մեր եթերին։ Ողջույն պարոն Թումասյան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, ես էլ եմ շատ ուրախ ձեզ տեսնել եւ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Պարոն Թումասյան, այսօրվա մեր խոսակցության ոչ թե պատճառը, այլ առիթը դա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեի հեռախոսազրույցն էր, որ տեղի ունեցավ եւ դրա հետ կապված պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ըստ որի նաեւ Կոբախիձեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Երևան մասնակցելու COP17 այդ համաշխարհային ֆորումին, որը տեղի կունենա այս աշնանը։ Դա իհարկե դրական է, բայց այստեղ մի կարևոր բան կա, համատեքստը, որում տեղի է ունենում այս հեռախոսային խոսակցությունը, իսկ համատեքստը երկու մասից է, հա, մեկ դա այն եվրոինտեգրման ուղղությամբ որոշակիացող ճանապարհն է Հայաստանի, ինչի մասին վարչապետը խոսեց պարլամենտում, եւ երկրորդը դա իհարկե այն ճգնաժամն է, որը կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում եւ այնտեղ եւս որոշակիություն է մտնում եւ այստեղ Վրաստանի դերը Հայաստանի համար ուղղակի առանցքային ձեր դիտարկումները այս ամենի վերաբերյալ համեցեք։ Իհարկե, Վրաստանը կարևորագույն հարևանն է Հայաստանի համար եւ ռազմավարական նշանակություն ունի հայ-վրացական հարաբերությունների խորացումը, բայց ցավոք այսօրվա քաղաքական իրավիճակը այդքան էլ չէ սպասարկում այդ օրակարգին, որովհետեւ դուք ինչպես շատ ճիշտ նշեցիք, այդ հեռախոսազրույցը եւ հրավերքը տեղի է ունենում Հայաստանի կողմից Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնելու օրակարգի զուգահեռ վարչապետի կողմից եւ խոսում է Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեի հետ, ով 2024 թվականի հոկտեմբերին ընտրություններում շատ փոքր տարբերությամբ հաղթանակ արձանագրելով, որը միջազգային հանրության կողմից հարցականի տակ էր ընդհանուր առումով դրվել, մեկ ամիս անց նոյեմբերի 28-ին 2024 թվականի հայտարարեց, որ Վրաստանը սառեցնում է անդամակցության հետ կապված գործընթացները։ Այսինքն Իռակլի Կոբախիձեն է հեղինակը այն փաստի, որ տարածաշրջանում սառեցված է եվրոինտեգրումը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել էր հանրային իրականում, որ Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացները սկսվել էր նրանից հետո, երբ Վրաստանը ստացավ տեխնացուի կարգավիճակ եւ փաստացի Հայաստանը ունեցավ արդեն երկու ֆորմալ առումով հարևանով այսպիսի կարգավիճակ ունի, բայց հասկանալի է, որ Թուրքիայի սառեցված կարգավիճակը տասնամյակների ընթացքում ուղղակի ակտուալ չէր։ Այսինքն Հայաստանը այդ գործընթացը սկսեց Վրաստանի կողմից կարգավիճակ ստանալուց հետո, իսկ Վրաստանի կողմից կարգավիճակ ստանալը տեղի ունեցավ իրականում ընդդիմության բավականին լուրջ ցույցերի այդ ժամանակ հետևանքում իշխանությունները չէին ուզում այդ քայլի դիմել, իսկ հետո արդեն սառեցրեցին նաև դա եւ մենք նաև պետք է հիշենք այստեղ Հայաստան-Վրաստան ստորագրված ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթը, հռչակագիրը, որում նշվում է համատեղ եվրոպական արժեքները, բայց ցավոք Վրաստանը, եթե մենք նայենք Վրաստանի ներքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը, հռետորաբանությանը, նույն եվրոպական միության հանդեպ, ես ցավով եմ սա արձանագրում, բայց այսօր պաշտոնական Թբիլիսի եւ պաշտոնական Մոսկվայի բառապաշարը Եվրոպական միության Միացյալ Նահանգների հանդեպ էլի ուրիշ մոտեցումներ կան, բայց հատկապես Եվրոպական միության հանդեպ է Մոսկվան շատ ագրեսիվ եւ Թբիլիսին էլ այդ նույն ագրեսիվ ռետորաբանությունը ընտրել, ինչը իհարկե վնասում է Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին,
խոչընդոտում է այդ ճանապարհը եւ շատ ուղիղ ասենք, որ Ռուսաստանը դա հաշվարկել է, որ Վրաստանի կողմից այս քաղաքականության փոփոխությունը ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի ճանապարհը այսպես թե այնպես կխոչընդոտի։ Տեսեք, պարոն Թոմասյան, եվրոպական ինտեգրման փորձը 91 թվականից հետո ցույց է տալիս, որ դրա հաջողության գրավականներից մեկը նաև մի շարք երկրների ռեգիոնալիզացման գործընթացներն են, որոնք տեղի էին ունենում զուգահեռաբար։ Այ օրինակ, Բալթյան եռյակ, հա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, նրանք նաև իրար հետ էին մերձենում արդեն որպես անկախ պետություն, նորովի կառուցելով հարաբերություններ եւ միասնական եվրոպական օրակարգի վրա էին աշխատում եւ դա թույլ էր տալի, որ այդ երեքից յուրաքանչյուրի ձայնը ավելի բարձր եւ ուժեղ հնչի Եվրոպայում։ Նույնը մենք տեսնում ենք Վիշեգրադյան քառյակի պարագայում, չէ՞, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա եւ այլն։ Հիմա Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ունի 4 հարևան եւ այդ 4 հարևանից 3-ը ընդհանրապես իրենց համար եվրոպական հեռանկար չեն դիտարկում։ Դե Իրանը ընդհանրապես եվրոպական երկիր չի, Ադրբեջանն իրեն տեսնում է կենտրոնական Ասիայում եւ ասում է ես միայն առևտուր ունեմ անելու, իմը իմ ձևով է։ Թուրքիան էլ ըստ էության, որի մասին բավականին անբարոյական ձևով համեմատություններ են բերում, հա, արհեստականորեն Հայաստանի հետ, թե հենա Թուրքիան էլ տասնամյակներով չի դառնում Եվրամիության անդամ։ Որտեղից դառնա, եթե 35 չափանիշներից Կոպենհագենյան միայն 1.5-ն է, որ Թուրքիան կատարել է։ Բայց մնացածը։ Երբ որ ասում են դրա մասին հնա Եվրախորհրդարանն էլ բանաձև ընդունեց, որ Թուրքիայում չկա ռեֆորմ, դրա համար էլ եվրաինտեգրում տեղի չի ունենում։ Այո։ Եվ հիմա մնում է միայն Վրաստանը։ Վրաստանը գտնվում է ճգնաժամի մեջ հարաբերություններում Եվրամիության հետ եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ։ Բոլոր հույսերը, որ Թրամփը կգա ամեն ինչ ռեստարտ կարվի եւ այլն, չարթարացան։ Հիմա օթով ինտեգրվելը հավատացեք շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ մեր տարածաշրջանը պետք է բոլոր դեպքերում այս ֆրագմենտացիան հաղթահար տրոհվածությունը, հա, որը անցանելի չի դարձնում մեր տարածաշրջանը, այն պետք է ապաշրջափակվի, լոգիստիկ շղթաները կառուցվեն կամ վերակառուցվեն եւ այլն։ Ինչ դիտարկումներ ունեք այս համատեքստում, այս ռեգիոնալիզացիայի եւ էլի Վրաստանի դերը էս ամենից համաձայն։ Այո, շատ կարևոր արձանագրումներ արեցիք, իհարկե, եւ ես լիարժեք համամիտ եմ այն աշխարհակաղակական վերլուծության հետ, որը դուք հիմա արեցիք, եւ համամիտ լինելով, ես էլ մտահոգված լինելով այդ իրավիճակով, իմ տեղափոխվելը Հայաստան, Երևան վերաբերվում է նաեւ նրան, որ ես ունեմ տարբեր օրակարգներ, այսինքն մեկ հստակ մեծ օրակարգ, որի մի մասն է իմ կողմից առաջարկված եւ իմ կողմից ես ջանքեր եմ ուղղելու այդ իրականություն դարձնելու երկար ժամկետում իրականում կարճաժամկետ գործընթաց չէ, հայ-վրացական տանդեմը, որովհետեւ այս տարածաշրջանում, այս իրավիճակում, այս աշխարհակաղակական լանդշաֆտը հաշվի առնելով, մենք նաեւ պետք է նշենք իհարկե, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թուրքական պետությունների կազմակերպության մաս են կենտրոնական Ասիայի պետությունների հետ, այսինքն իրանք ունեն ընտանիք, Իրանը իր սեփական նաև ընտանիքն էլ ունի, ինչ որ առումով դա կլինի շիիտական ընտանիքը, թե կլինի իրանական ժողովուրդների ընտանիքը, հայ եւ վրաց ժողովուրդները ամենամոտ ժողովուրդներն են այստեղ, աշխարհա քաղաքական առումով էլ, արժեքային համակարգի առումով էլ եւ առհասարակ ինչպես հենց պատմականորեն, եթե մենք դիտարկենք ամբողջ մեր պատմությունը, միշտ Հայաստանը եւ Վրաստանը փոխկապակցված են եղել։ Ի վերջո նաեւ շատ պարզ նշեմ, որ իմ նախնիները հայտնվել են Վրաստանում, Թբիլիսիում,
այն պատճառով, որ պաշտպանելով Հայաստանի առաջին հանրապետությունը, Կարսը, որտեղ օրին նախնի գնդապետ Հովհաննես Մազմանյանը ինքնասպանություն գործեց, որտեղ Կարծը չկարողացան պաշտպանել, իր ընտանիքը անցնելով Գյումրի, Ալեքսանդրոպոլ այդ ժամանակ, չկարողացավ գալ Երևան մի պարզ պատճառով, որովհետև Երևանը ընկավ, սովետական զորքերը գրավել են Երևանը, եւ այդ ժամանակ փրկության վայր հայտնվեց դեռևս անկախ Վրաստանը եւ իր մայրաքաղաք Թբիլիսին, ուրեմն որը բաց էր եւ տուն էր դառը շատ հայերի համար։ Ինչու եմ բերում այս պատմական համեմատությունը, որովհետև Վրաստանը եւ Հայաստանը տարբեր պատմական շրջաններում միմյանց աջակցել եւ օգնել են, երբ մեկը եղել է ճգնաժամի մեջ։ Պատմականորեն վերջի ժամանակահատվածում անկախությունից ի վեր Հայաստանը նորից ռուսական գուբերնիայի կարգավիճակում էր հայտնվել, Վրաստանը այդ թվում Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի պատերազմների գնով պաշտպանեց իր անկախությունը 80%-ով տարածքների եւ պաշտպանեց նաեւ Հայաստանը ինչ որ առումով, որովհետեւ եթե Վրաստանը գրաված լիներ, ապա Հայաստանը վաղուց պետականություն չէր ունենա։ Ռուսական գործակալների շնորհիվ նաեւ այստեղ։ Ուստի հիմա մենք կարծում եմ նույն այդ տրամաբանության ներքո, երբ Վրաստանը կարելի ասել, որ աշխարհակաղակական առումով հայտնվել է գուբերնիայի կարգավիճակում եւ Վրաստանը վտանգված է, մնացած 80%-ն էլ ռուսական ուղիղ ռազմական սպառնալիքի եւ ներքին հիբրիդային մեխանիզմների միջոցով Հայաստանը պետք է ստանձնի այդ տանդեմում առաջնորդի դերը տարածաշրջանում ժողովրդավարության, եվրոինտեգրման, պետական ամրապնդման եւ սուվերենության ապահովման եւ թիկունք ապահովի Վրաստանին։ Սա իմ օրակարգն է այս փուլում, որը ի վերջո պետք է բերի նրան, որ Վրաստանն էլ կազատագրվի եւ վրաց ժողովուրդը վրացական պետությունը կվերականգնի իր ինքնիշխանությունը եւ անկախությունը, որի շնորհիվ մենք հետո կձևավորենք հայ-վրացական տանդեմ, Վրաստանի համար հայկական մեջքի աջակցությունը, այսպես ասեմ, Հայաստանի կողմից կենսական նշանակություն ունի։ Ի վերջո հիմա վրաց ժողովուրդը պետք է ընկալի, որ եթե 1921 թվականի պատմությունը կրկնվում է, ապա վրաց ժողովուրդը արդեն ոչ թե Ֆրանսիայում պետք է դաշնակից փնտրի, այլ ունի հարևան դաշնակից իդեմս Հայաստանի։ Դա շատ կարևոր է եւ դա է իմ նաեւ կոնկրետ օրակարգը, բայց դա նշանակում է, որ երբ մենք նաեւ ազատագրենք Վրաստանը, վրաց ժողովուրդը ազատագրի Վրաստանը եւ ինքնիշխանությունը վերականգնի, ի վերջո մենք մեր համար դա նաեւ ծանոթ է շատ, չէ, ազատագրումը, որովհետեւ Հայաստանն էլ է եղել այդ կարգավիճակում, երբ այստեղ օտարերկրագործակալներ են կառավարել Հայաստանը եւ այսպիսի միջավայր է եղել, ապա մենք կստանանք Վրաստանի միջոցով նաեւ ելք դեպի Եվրոպա, ելք դեպի ծով, որովհետեւ թուրքական ճանապարհը կարևոր է, ես կողմնակից եմ, որ բացվի, բայց երբ դու կախված ես մեկ ճանապարհից, դու կախվածություն ունես։ Վրաստանը ամենավստահելի ճանապարհն է, ընդ որում մենք ունենք հսկայական համայնք Վրաստանում, մեր արժեքային համակարգն է համընկնում, Վրաստանը իրոք կարող է Եվրոպական միության անդամ դառնալ եւ Վրաստանի տարածքով մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ արտահանման, կապի, նավահանգիստների եւ միանգամից արդեն Եվրոպայի հետ, այսինքն դա երկարաժամկետ այստեղ տանդեմն է եւ մի բան էլ ավելացնեմ, որ այս տանդեմը ինչի է կարեւոր, որովհետեւ մնացած բոլոր խաղացողները մեզանից խոշոր են։ Կլինի դա Թուրքիա-Ադրբեջան տանդեմը կամ թուրքական պետությունների, կլինի դա Ռուսաստանը, թե կլինի Իրանը։ Այսինքն, եթե մենք չմիավորվենք, մեզ առանձին ուտելու են քաղաքական առումով։ Տեսեք, պարոն Թոմասյան, այս ամենը մենք ինչ քննարկում ենք, նաեւ քննարկում ենք Հայաստանում, ուր դուք արդեն տեղափոխել եք, կարող եք եկել, ես շատ ուրախ եմ ձեր այս որոշման համար։ Տեղի են ունենում մեր խոսակցությունը Հայաստանում տեղի ունեցող այս բավականին դրամատիկ ներքաղաքական զարգացումների ֆոնում։ Հեղափոխությունից հետո 9 տարի անց հասարակությունից մեկուսացվում է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այսօրվա վարչապետի ճեպազրույցից մենք իմանում ենք, որ պարզվում է, որ իրավապահ մարմիններից արտահոսք են տվել, խաբար են տվել, կոպիտ ասած, Ռոբերտ Քոչարյանին, որ իր հետևից գալու։ Եվ այսօր վարչապետն էլ խոսեց խլուրդներից, առնետներից, որոնք դեռ հեղափոխությունից 9 տարի անց շարունակում են դեռ այնտեղ ծվարած լինել եւ մեր հարկատուներից հաշվին աշխատավարձ ստանալ։ Հիմա
Հայաստանը կոնկրետանում է իր հարաբերություններում եւ Ռուսաստանի հետ եւ իր ներսում ընդ որում այս ռուսական ազդեցության խմբերի հետ իր հարաբերությունները վերջնականացնելով, հա։ Ձեր դիտարկումները սրա հետ կապված։ Խնդրեմ։ Իհարկե, ես շատ դրական եմ գնահատում այն փաստը, որ սկսվեց արդարադատության վերականգնումը, ճիշտ է, ուշացած է, ունի իր պատճառները, մենք հիշում ենք ճնշումները, որը կա Ռոբերտ Քոչարյանի առաջի անգամ էր ձերբակալված Մոսկվայից եւ բանտում Պուտինը իրան այցելեց այդ ժամանակ, մենք դա չենք մոռանում, եւ զուգահեռ դրա իհարկե Հայաստանը շատ ավելի ինքնիշխան է այսօր, քան այն ժամանակ եւ շատ ավելի հնարավորություններ ունի այդ քայլերը անել, բայց մյուս կողմից նաեւ իմ համար սա անձնական արդարության հարց է, որովհետեւ երբ ես ապրում եմ Երևանում 2004-2008 թվականներին եւ ստիպված է եղել իմ ընտանիքը հայրս որոշում կայացնել մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի նաեւ կողմից իր անձնական բիզնեսի դեմ ռեկետի պատճառով լքել Հայաստանը եւ ես շատ լավ ծանոթ եմ անձամբ, այսինքն եւ իմ ընտանիքը թե ինչ է այդ քոչարյանական համակարգը եղել եւ ինչպես է նաեւ նպաստել նրան, որ Հայաստանը հայաթափվի եւ առհասարակ ինչ մթնոլորտ է ձևավորված, այսինքն շատ իմ համար սիմվոլիկ է, որ իմ վերադարձը Հայաստան կամ հայրենադարձությունը համընկնում է այն փաստի հետ, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում է եւ այդպես պետք է լինի, դա սկիզբն է, մնացած շատերը էլի բանտում պետք է հայտնվեն եւ սա անձնական վենդետայի հարց չէ, որտեղ պետք է բոլորը գիտենան, որ այո, երբ դու քեզ այդպես ես պահում, դա պատժվելու է։ Եթե դա այդպես չէ, դա մոտիվացնելու է մնացածին, որ նաև նույն ճանապարհով շարժվեն, ինչպես Ռոբերտ Քոչարյանը։ Ոստի անպայման պետք է այդ պատիժը հասցվի միջև վերջ, այն փաստը, որ այդ արտահոսքը տեղի է ունեցել, եւս մեկ անգամ նշում է նա, որ այո, օտարերկրյա գործակալական ցանցը ներկա է նաև մեր պետական տարբեր մարմիններում, այդ թվում անվտանգային, այսինքն Հայաստանը, այսպես ասենք, իր կադրային հնարավորությունները մաքրելու առաքելություն ունի, մենք կես ճանապարհին ենք, ես շատ լավ հիշում եմ իրավիճակը եւ հիմա էլ այդ իրավիճակը շարունակվում է եւ երբ Հայաստանի տարբեր պետական կառույցները արտաքին գործերի նախարարությունից տարբեր մարդիկ եւ այլն խոսքին ակնհայտորեն ոչ թե անցկացնում են պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը, այլ հակառակ ուրիշ քաղաքականություն են անցկացնում տարբեր վայրերում եւ տեղերում, որի մասին գուցե այդքան էլ տեղյակ չի պաշտոնական Երևանը, այսինքն այն կադրային բազան, որը մենք ունենք ԱԳՆ-ում, ԱԱՑ-ում եւ ուրիշ նախարարություններում, դատական համակարգում, շատ դեպքերում այդ կադրային բազան, որը դեռ նախկինում է եւ թվում է շատերին, որ գուցե այսօր ինքը փոխվել է, մտափոխվել է նաև եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, չեկիստական կապերը ակտուալ են, մնում են ակտիվ եւ դրա հետևանքում կարամ ասեմ, որ այո, Հայաստանի պետական շահի իրականացումը շատ տեղերում խոչընդոտվում է այնպես, որ Հայաստանը նույնիսկ գուցե տեղյակ չի, որովհետեւ այն մարդիկ, ով պետք է իրականացնեն Հայաստանի պետական շահը, իրականացնելու փոխարեն իրականացնում են Մոսկվայի պետական, Ռուսաստանի պետական շահը, հաշվի առնելով իրենց պատմական կապերը։ Ուստի ես կարծում եմ մեր մոտ մեծացել է արդեն նոր սերունդ, երիտասարդ սերունդ, որոնք ոչ էլ սովետական միություն են տեսել, միայն անկախ Հայաստան են տեսել, դա հիանալի է, որովհետև այդ նոր սերունդը պետք է կարողանա փոխի սերունդափոխություն նաև ապահովի, դա բնական է բոլոր տեղերում եւ դրա շնորհիվ մենք կարողանանք այնպիսի մի համակարգ ունենանք, որում այդ սովետական նույնիսկ հիշողությունը չի լինի այն համակարգի մասին, որտեղ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ծառայել են որևէ օտարին։ Դա նորմալ չպետք է ընկալվի, որովհետև նախկինում ցավոք ընկալվել է դա նորմալ եւ դա է դրանից ենք քաղի այն արդյունքները, որը ունենք։ Պարոն Թոմասյան, մենք հասկանում ենք, որ իհարկե Ռոբերտ Քոչարյան երևույթը նաև շատ կարևոր սիմվոլիկ նշանակություն ունի բոլոր այն շահերի խմբերի համար, ովքեր Հայաստանում կրիմինալ դիկտատուրայի ռեստավրացիայի օրակարգ են հետապնդում։ Նրանց խորհրդանիշն էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդպիսին էլ շարունակում է մնալ մինչեւ հիմա։ Բայց մենք հասկանում ենք, որ միայն նրանով չի սահմանափակվում, կարդալով կառավարության ծրագիրը մենք տեսնում ենք, որ այնտեղ հատուկ բաժին
եկեղեցու բարենորոգմանն է վերաբերվում եւ ըստ էության Գարեգին երկրորդ երևույթի հետ մեր պետության այսպես հաշիվները մաքրելու ծրագիրը, որովհետեւ մենք պարզ հասկանում ենք, որ ինքը իր KGB-ի ագենտ, թղթով ագենտ եղբայրը, որը հենա եկեղեցու մոտ Մոսկվայի ռուսերեն հայտարարություններ է դրել, թե «Защитим армянскую», չգիտեմ ինչ, եւ այլ։ Օրհնումը Ուկրաինա սպանությունների գնացող այդ խաժամուժի կոչ անում Արա Աբրամյանի հետ դառնալ այդպիսի եւ այլ։ Ձեր դիտարկումները համեցեք։ Հոկտեմբերի 27-ի էջը Հայաստանում փակված չէ, մինչև Կտրիչ Ներսյանը գտնվում է այդ պաշտոնում։ Եվ դա նշանակում է, որ մենք Կտրիչ Ներսյանից մեր եկեղեցին ազատագրելով փակելու ենք հոկտեմբերի 27-ի էջը։ Հուսով եմ, որ նաև կլինի քաղաքական դրան եւ իրավական գնահատական, գուցե շատ ավելի հեշտ է ձերբակալություններ կատարել կոռուպցիոն հարցերով, այլ ոչ թե այդպիսի բարդ թեմայով, ինչպիսին հոկտեմբերի 27-ն է, բայց անպայման Հայաստանում ապագայում հոկտեմբերի 27-ով պետք է լինի լիարժեք իրավական եւ քաղաքական գնահատական, որովհետեւ որևէ մեկը չպետք է մտածի, որ այդպիսի բան կարելի է կազմակերպել եւ խուսափել պատասխանատվությունից, ընդ որում ինչպես ներքին, այդպես էլ արտաքին։ Այսինքն պետք է գնահատական տրվի դրան եւ դրանով թեման փակվի։ Կտրիչ Ներսյանի հարցը հասկանալի է, ակնհայտ է, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը տվեց իր ձայնը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որում նախընտրական ծրագրում ակնհայտորեն բացահայտ ներգրաված էր, գրված էր Կտրիչ Ներսյանից մեր եկեղեցին ազատագրելը, ուստի կա մանդատ, կա լեգիտիմություն եւ լինելու է հանրային ճնշում, եթե այդ քայլերը չլինեն, բայց ես կարծում եմ կլիներ կամ աջակցություն մեր կողմից բոլորից, ես էլ անձամբ պատրաստ եմ լիարժեք դրան միանամ, որովհետեւ ես շատ լավ գիտակցում եմ եւ հասկանում եմ ինչքան կարեւոր է մեր եկեղեցին ազատագրել օտարերկրյա գործակալական ցանցից։ Դա է պետք անել, քաղաքական դաշտը պետք է մաքրել նաեւ օտարերկրյա գործակալական ցանցից, ձևավորել նորմալ ընդդիմություն պետությունում, որովհետեւ ընդդիմությունը չի կարող պետության թշնամի լինի, եւ ձևավորել նորմալ քաղաքական դաշտ, որ Հայաստանում այս իրավիճակը լինի կայուն, այլ ոչ թե ինչ այս գործակալները ասում են, որ պետք է սպասեն մի ճգնաժամի, որը իրանք էլ ուզում են կազմակերպել, որ նորից իշխանափոխություն կամ հեղաշրջում կամ որևէ մի բան կազմակերպեն եւ ինչպես մենք այսօր իմացանք վարչապետից, ունի տեղեկատվություն, ենթադրում եմ անվտանգության մարմիններից, որ Կտրիչ Ներսյանը շարունակում է ինչ որ հեղափոխություն կազմակերպելու։ Էմիսարներ է ուղարկում մարզեր։ Այո, այսինքն ինչքան պետք է դիմանանք Կտրիչ Ներսիսյանը, որ Մոսկվայի հրահանգով այստեղ փորձում է մեր եկեղեցին օգտագործել մեր պետության դեմ։ Խնդիրը միայն ինքն է, որովհետև գլխահատումից հետո քաղաքական իմաստով նկատի ունեմ, որովհետև խնդիրը իրանից է սկսվում գործակալական առումով, մեր եկեղեցում ես համոզված եմ շատ մարդիկ կգտնվեն, ով կգիտակցեն, որ այլևս այդպես չի կարող շարունակվել եւ վերադառնան Հայաստանի ծառայելու քաղաքական իմաստով իհարկե եւ եկեղեցուն ծառայելու հոգեվոր իմաստով օրակարգին, ընդ որում այդտեղ էլ ասեմ, որ ես շատ ուրախ եմ անձամբ շփվելով նաև երիտասարդ քահանաների հետ, որոնք նաև ակնհայտորեն երևաց, որ կանգնեցին պետության կողքին այս կոնկրետ ճգնաժամում, ուրախ եմ, որ մենք ունենք այդպիսի սերունդ երիտասարդ քահանաների, որոնք ապագան են մեր եկեղեցու եւ իրանք կարողանալու են, համոզված եմ, այնպես անել, որ վերականգնեն կամուրջները կապի եկեղեցու եւ հանրության միջև, հենց մենք ազատագրենք եկեղեցին Կտրիչ Ներսյանից։ Տեսեք, պարոն Թոմասյան, Հայաստանը, այսպես ասեմ, դրամատիկ քայլերի անհրաժեշտության առաջ է կանգնած։ Դրսևորում է կարողություններ այդ քայլերն անելու, այնպիսին ինչպես առաջ, ոչ վաղ անցյալում, ուղղակի չէր կարող իրեն թույլ տալ։ Դրանցից մեկն է նաև Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը հասարակությունից, որը մենք տեսնում ենք են Ալ Կապոնեի նման մի քանի անգամ բռնում բաց են թողնում։
Եվ ահա այսօր Ռուսաստանի արտգործ նախարարության խոսնակ, իսկ դա պաշտոնական Մոսկվան է, այսօր իր խոսքը սկսելով նրանից, որ իրենք չեն միջամտում մեր ներքին գործերին, ու սկսեց միջամտել։ Նախ գնահատական տվեց մեր ներքին պրոցեսներին։ Սա անվանեց քաղաքական ռեպրեսիաներ, նաև պահանջեց, որպեսզի Ռուսաստանի հետ բարեկամությունը ջատագովող գործիչներին թույլատրվի հանգիստ զբաղվել ներքաղաքական հարցերով։ Ահա, հենց այսպես ուղիղ եւ լկտի ձևով։ Հասկանալի է, որ Ռուսաստանի այս հայտարարությունները որպես եթերային աղմուկ պետք է ընկալել, ոնց որ ասենք մեր խոսակցության ժամանակ, ասենք թե դուրսը մի ասենք ոստիկանական մեքենա սիրենա միացնի, դե հա հիմա տենց էլ լինում, կանցնի կգնա, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը ատամ է կրճտացնում եւ պարզես ամենն անդրադառնալու է ձմեռը սպասվող բանակցություններում մեր գազի գնի վրա։ Ռուսաստանը մեզանից ձեռ չի քաշելու այնքան, որքան ձեռները հասնում։ Կարճ ամփոփելով, ինչպես եք տեսնում հետագա դեպքերի զարգացումը եւ Հայաստանի անելիքներն ըստ այդ։ Մենք ունենք 3-4 րոպե ժամանակ, համեցեք։ Առաջերտին ես իհարկե ցավում եմ, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի ընկեր է ուզում ունենալ, ճակերտներում ընկեր, այլ ոչ թե ամբողջ հայ ժողովրդին ինչպես ընկեր, դա է ստեղծում խնդիրը, որովհետև իրանք պատկերացնում են, որ հայ ազգի համար ճշնամական դրսևորում ունեցող Ռոբերտ Քոչարյանը իրաց ընկերն է։ Դրանով վերցնում են պատասխանատվություն բոլոր Ռոբերտ Քոչարյանի հակահայկական քայլերի համար եւ դրանով ձևավորում են պատկերացում հայ ժողովրդում Ռուսաստանի մասին, ինչը սխալ է իրանց մոտեցումից, այսինքն իրանք իրանց պրագմատիկ շահերի փոխարեն իրանց գործակալներին ավելի կարևորում են։ Ինչ վերաբերվում է մեր մոտեցումներին, ճկուն քաղաքականություն պետք է վարենք, իրավիճակը աշխարհակական մնում է լարված, բարդ, եւ այդտեղ կտրուկ քայլերի ժամանակ չէ, մեղմ քայլերը պետք անել, որովհետեւ ի վերջո մենք ունենք այո գազի գնի հարցը քննարկվելու։ Ես չեմ բացառում, որ միամիտ գազատարը վնասվի, ընդ որում դա կարող է տեղի ունենա ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ Վրաստանի տարածքում խոսքին, եւ դրա հետևանքով կարող ասել, որ մենք դրա հետ կապ չունենք։ Հայաստանը մնում է Ռոբերտ Քոչարյանի դավաճանական հակապետական գործողության հետևանքով լիարժեք կախվածություն ունեցող Ռուսաստանից, գազի առումով Իրանից եկող գազատարը բավականին սահմանափակ է, Գազպրոմին են վաճառել, հակապետական քայլեր են արել։ Հիմա մենք փորձում ենք եւ այդ օրակարգ առաջ է գնում, ես նաեւ աջակցում եմ դրա մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում նաեւ ակտիվ խոսում էի, որ պետք է Ադրբեջանի հետ ծրագրի տրամաբանության ներքո ձևավորենք հոսանքի, ինչը տեղի է ունենում հիմա, հնարավորություն գնման, որովհետև էքստրեմալ իրավիճակում կարելի է Վաշինգտոնի աջակցությամբ նաև դիմել այսպիսի քայլերի, որովհետև արագ գազ գնելը բավականին բարդ կլինի, բայց մեզ պետք է երկաթուղային կապը վերականգնել նաև Գյումրի-Կարսը արդեն առաջ է գնում, հուսով եմ, որ Ադրբեջանի հետ էլ կսկսենք այդ ուղղությամբ քայլերը, որ մենք կարողանանք եւ անցակետի թեման էլ առաջ տանենք, գուցե մեկ անցակետ լիարժեք, որ կարողանանք գազ ներկրել ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով, ուրեմն գազ կլինի մեքենաներով, թե նավթամթերք եւ այլն, այսինքն ուրիշ տարբերակ չկա, պետք է բալանսավորենք եւ պետք է գնանք իհարկե երկարաժամկետ առումով էներգետիկ անկախությանը, ինչը արևային եւ ատոմային էներգետիկան է առաջ երթին ներառում, բայց կարճաժամկետ այո ստիպված ենք այդպես քայլերի գնալ, ուստի պետք է նուրբ մեղմ քայլերով դիվանագիտական, բայց հասնենք մեր նպատակին, ի վերջո դա ինքնիշխանության ամրապնդումն է եւ գործակալական ցանցի վերացումը եւ իհարկե ինքնիշխանության մեջ նկատի ունեմ նաև էներգետիկ անկախությունը, տնտեսական պարենի անկախությունը, խոսքին Ղազախստանի հետ համագործակցությունը այդ առումով, Ուկրաինայի հետ պարենի առումով շատ կարևոր է եւ այլն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Թովմասյան, ձեզ նորից բարի գալուստ Հայաստան եւ ձեր կողմից ստանձնած առաքելությունը միայն բարի երթ եւ կանաչ ճանապարհ եւ նորանոր հաջողություններ։ Շնորհակալ եմ ձեր այս առաջին հարցազրույցի համար Ռուբեն Մեհրաբյան Թոքսալիքին, հուսամ վերջինը չէ, մենք էլի քննարկելու բազմաթիվ
հարցեր եւ առիթներ կունենանք առաջիկա։ Շնորհակալ եմ։ Շատ Ամենայն շնորհակալ։ բարիք։